Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում բռնկված բողոքի ցույցերը դեռևս շարունակում են ընդլայնելով աշխարհագրությունը։ Իրանական լրատվամիջոցների տվյալների համաձայն արդեն իսկ 111 քաղաք միացել է այդ ցույցերին։ Երկրի տարբեր շրջաններում ցուցարարների եւ ուժային կառույցների միջև պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում, ինչի հետևանքով 31 նահանգներից 27-ում տեղի ունեցող ցույցերի ընթացքում մոտ 4 տասնյակ քաղաքացի է զոհվել։ Հարևան երկրում տեղի ունեցող ցույցերի բռնկման պատճառ են հանդիսացել հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրները, ապրանքների նկատմամբ գնաճն ու երկրում արժույթի կտրուկ անկումը։ Ցուցարարներին են միացել նաև ուսանողներն ու ընդհուպ որոշ շրջաններում ուժային կառույցների ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են, որ ցուցարարների նկատմամբ բռնություն չեն կիրառի։ Իրավիճակից փորձել են կտրուկ օգտվել Իրանի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ԱՄՆ-ն ու Իսրայելը, որոնք հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում ցուցարարներին կարող են օգնություն տրամադրել։ Մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է հետևյալը. Եթե Իրանն իր սովորության համաձայն կրակ բացի եւ դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները նրանց կհասնի օգնության։ Մենք զգոնենք եւ պատրաստ ենք գործողությունների։ Իրանական իշխանությունները ԱՄՆ եւ Իսրայելի այս հայտարարություններին կտրուկ են արձագանքել, ընդգծելով, որ իրենք հասկանում են ինչ է կատարվում կուլիսներում եւ թույլ չեն տա արտաքին միջամտություն երկրի գործերին։ Մասնավորապես Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իրենք տարբերում են, թե ովքեր ինչի համար են դուրս եկել փողոցներ։ Մենք տարբերում ենք բողոքող առևտրականներին վանդալներից, եւ Թրամփը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը եւ կվնասի ամերիկյան շահերին։ Հավելենք, որ չնայած բողոքի ցույցերը ժամ առ ժամ ընդգրկում են ել ավելի մեծ թվով մարդկանց, իշխանությունները փորձում են երկխոսության գնալ նրանց հետ կատարելով որոշակի քայլեր գնաճի մեղմասման ուղղությամբ։ Մասնավորապես նրանք ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրել են 1 միլիոն թումանի կուպոն, որով հնարավոր կլինի հանրախանութներում առևտուր իրականացնել։ Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են ամանորին, երբ Իրանում գործող հեռախոսների խանութների տերերը փակեցին դրանք ի նշան բողոքի երկրում օրորյա ագնացող գնաճի եւ ազգային արժույթի գնանկման։ Ներկայում ամերիկյան $1 հավասար է 1 միլիոն 420 իրանական ռիալի։